Լուկասի ավետարանն ասում է. «Ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան 99 արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ»։ Ապաշխարության խորհուրդը սահմանել է ինքը Հիսուս Քրիստոս, որն ամեն օր խստագույնս հիշեցնում է Սուրբ Գիրքը. «Եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք»։ Ապաշխարությունը հոգենորոգ, հոգենպաստ, հոգեշահ խորհուրդ է։ Ապաշխարությունը հայ առաքելական Սուրբ եկեղեցու 7 խորհուրդներից մեկն է։ Երրորդ խորհուրդն է՝ մկրտություն, դրոշ, ապա ապաշխարություն։ Ապաշխարությամբ մենք կարողանում ենք վերագտնել այն, ինչը որ կորցրել ենք։ Մկրտությամբ մենք մաքրագործվում ենք մեր մեղքերից, բայց չկա մարդ, որ ապրի եւ մեղք չգործի։ Եվ հետևաբար, քանի որ մկրտությունը անկրկնելի խորհուրդ է, Աստված մեզ տալիս է ապաշխարության հնարավորությունը։ Այս պատճառով եկեղեցու հայրերը ապաշխարությունը անվանում են նաև երկրորդ մկրտություն։ Այսինքն ապաշխարությամբ մենք ամբողջովին, եթե ճշմարիտ ապաշխարություն կա, եթե կա ճշմարիտ գիտակցում մեղքերի, ճշմարիտ գիտակցում սխալների եւ կա ճշմարիտ զղջում, անկեղծ սրտից բխող զղջում, մենք ամբողջապես քահանայի կողմից թողություն ենք ստանում եւ այլևս կարողանում ենք վերականգնել այն ամենը, ինչը մենք կորցրել էինք։ Ապաշխարություն բառը գալիս է հունարեն բառից, մետանիա բառն է, որ մենք այսօր արտասանում ենք մետանոյա, նշանակում է կյանքի ձևի, նշանակում է մտածելակերպի, կյանքի նպատակի փոփոխություն։ Ապաշխարությունը մեզ ասում է, որ ոչ թե մեր հայացքը մենք պետք է հառենք մեզանից դուրս, այլ մեր հայացքը պետք է հառենք մեր ներսը։ Այսինքն ինքնաճանաչողություն է առաջ գալիս եւ ինքնաճանաչողությունից մենք գնում ենք դեպի Աստված ճանաչողություն։ Հասկանում ենք, որ մեր կյանքի համար մենք պարտական ենք մեկ այլ էակի, որը մեր արարիչ Աստվածն է, որ մենք արարված ենք Աստծո կողմից, արարված ենք նրա պատկերով եւ ունենք նրա նմանությանը հասնելու հնարավորություն։ Հետևաբար այս ընթացքում մկրտությունից հետո գործած բոլոր մեղքերը ճանաչելու եւ գիտակցելու համար մեզ պետք է հասկանանք նաեւ այն դիրքը, որ մենք նախապես ունեցել ենք, այն կոչումը, որ մենք որպես քրիստոնյաներ ունեցել ենք, եւ այս ամենին մեզ օգնության է գալիս ապաշխարությունը։ Ապաշխարությունն արդարության եւ մաքրության խորհուրդն է, որով մեղավորին իր ճշմարիտ ու գիտակից զղջումով եւ անկեղծ խոստովանությամբ մեղքերի թողություն է շնորհվում։ Ապաշխարության խորհրդի պայմանները 3-ն են՝ զղջում, խոստովանություն, հատուցում։ Ապաշխարությունն իր 3 լիարժեք բաղադրիչներով անառակ որդու վերադարձի դրվագն է նոր կտակարանում, որը կարող է լավագույն դասն ու օրինակը դառնալ յուրաքանչյուր քրիստոնյայի համար։ Սուրբ գրքում ապաշխարող մարդը, ճշմարիտ ապաշխարող մարդը նման է անառակ որդու կերպարին։ Եկեղեցու հայրերը նորից ասում են, որ անառակ որդու այս առակը ավետարան է ավետարանում։ Եվ շատ եկեղեցու հայրեր հետևյալ միտքն են արտահայտում, որ Քրիստոս աշխարհ եկավ միայն այս առակը մարդկությանը պատմելու համար, որովհետև դա ճշմարիտ քրիստոնյայի կյանքի ձևն է ցույց տալիս եւ մեզ մատնանշում եւ ուղենշում է այն ճանապարհը, թե մենք ինչ ճանապարհով կարող ենք հասնել փրկության։ Տեսեք, ասում է, որ հայրը նրան տալիս է ինչ որ նրան հասանելի է։ Աստված մեզ տվել է ամեն ինչ։ Աստված մեզ արարչության թագն ու պսակն է կարգել, մարդ արարածին։ Բայց ինչպես անառակ որդին, մենք էլ մեր կյանքի ընթացքում երբեմն եւ շատ հաճախ հեռանում ենք Աստծուց, ասելով, որ մենք կարող ենք առանց քեզ ապրել, մենք կարող ենք հեռանալ քեզանից, Սուրբ գրքում ասում է գնալ այլ երկիր, այսինքն հեռու քեզանից ապրել, բայց նաեւ այդ հեռու ապրելը մեզ գալիս ցույց է տալիս, որ մենք մատնվում ենք սովի, մենք մատնվում ենք ցավի եւ սկսում ենք գիտակցել, ինչպես անառակ որդին սկսեց գիտակցել իր ունեցածը եւ այն ամենը, ինչը որ ինքը կորցրել է իր հոր տնից հեռանալուց հետո, այսինքն հորից հեռանալուց հետո, Աստծուց հեռանալուց հետո։ Շատ այս առակում բանալի բառեր կան։ Ասում է, որ խելքի եկավ։
Ապաշխարության համար ամենակարևոր բանը խելքի գանն է։ Եվ ասում է խելքի եկավ եւ վճռական որոշեց։ Մարդը վճռական որոշում է կայացնում անառակ որդուն, վեր կանամ, գնամ իմ հոր մոտ եւ նրան ասեմ. հայր մեղանչեցի երկնքի եւ քո առաջ։ Այսինքն ապաշխարելու համար վճռական որոշումը շատ կարևոր հանգամանք է։ Մենք երբեմն մեր կյանքում որոշումներ ենք կայացնում, որ հաջորդ քայլափոխին այլևս մոռանում ենք մեր կատարած որոշման մասին, բայց Սուրբ Գիրքը ասում է փրկվելու համար պետք է քո որոշումը լինի վճռական եւ պետք է այդ որոշումը իրականություն դարձնես։ Ասում է գնամ իմ հոր մոտ, ասեմ հայր մեղանչեցի երկնքի եւ քո առաջ։ Եվ Սուրբ Գիրքը ասում է գնաց, այսինքն անառակ որդին իր որոշումը իրականություն դարձնեց։ Եվ այս ապաշխարության, այս մեղքերի սխալների գիտակցմանը հաջորդում է խոստովանությունը։ Այս անառակ որդու առակով մեզ ասում է, որ անառակ որդին գնում է հոր մոտ եւ ասում, որ հայր մեղանչեցի երկնքի եւ քո առաջ, այսինքն ես սխալ եմ գործել քո առաջ։ Մենք նաեւ պիտի կարողանանք համարձակություն ունենանք խոստովանելու մեր գործած բոլոր հանցանքներն ու սխալները, գործած Աստծու հանդեպ, գործած մարդ արարածի հանդեպ։ Գիտեք, ապաշխարությունը շատ ուժ է պահանջում մարդուց, որովհետև տեսեք, մենք մի ընթացքի մեջ ենք, անցել ենք տարիների ճանապարհ եւ հանկարծ գիտակցում ենք մեր սխալ ընթացքը եւ մեզ ուժ է պետք նորից հետդարձ անելու, նորից այդ ճանապարհին հակառակ քայլելու համար։ Դրա համար քրիստոնյայի կերպարը ուժեղ մարդու կերպար է։ Քրիստոնյան չպիտի վախենա, ապաշխարող մարդը չպիտի վախենա իր գործած հանցանքները եւ սխալները խոստովանել, ինչպես որ վախեցավ խոստովանել անառակ որդին։ Այս առակով մեզ ասում է, որ հայրը, ինչպես որ անառակ որդուն էր սպասում, գրկաբաց եւ անգամ երբ որ տեսավ իր որդու վերադարձը, ընթառաջ գնաց նրան, հայրը վազեց դեպի իր որդին, իր գիրկը առավ հայրը եւ գալիս է այստեղից նաեւ թողությունը, որ եթե մենք ապաշխարենք, գիտակցենք մեր սխալները, մեր հանցանքները գործած Աստծու եւ մարդկանց հանդեպ եւ խելքի գանք, Աստված անպայմանորեն պիտի մեզ ների, ինչպես որ այս առակում հայրը ներեց իր որդուն։ Ինչ ասեց, անմիջապես հանեք նրա ցնցոտիները, այսինքն հին զգեստները, նրան հագցրեք պատմուճան, նոր կոշիկներ տվեք, մատին մատանի դրեք եւ տեղի ունենում Աստծու կողմից որդեգրություն։ Հայրը ասում է, սա իմ որդին է, որովհետեւ մեղքի մեջ եղած մարդը, երբ որ գիտակցում է իր մեղքերը, նա իրեն արժանի չի համարում Աստծուն որդի կոչել, բայց Աստված ասում է, երբ որ դու ապաշխարես եւ հետ գաս, դարձի գաս, խոստովանես քո մեղքերը ճշմարիտ զղջումով, դու նորից պիտի դառնաս իմ որդին։ Ինչ է ասում հայրը, ասում է մեռած էիր եւ կենդանացար։ Եվ այստեղ է որ իրականություն է դառնում մեր փրկությունը, բայց այդ փրկությունը ապահովելու համար առաջին հերթին մենք պիտի անցնենք ապաշխարության ճանապարհով։ Գիտեք, ապաշխարությունը պարզապես ինչ որ ժամանակավոր բնույթ չի կրում։ Դա քրիստոնյայի համար մշտապես կյանքի ձև է։ Յուրաքանչյուր քրիստոնյա պիտի լինի ապաշխարության մեջ։ Մշտապես պիտի գիտակցի իր վեհ կոչումը, որ Աստված նրան տվել էր որպես մարդ, օժտելով իր պատկերով եւ նմանությամբ, նաեւ գիտակցի ինքնաճանաչողությամբ, ինքնակննությամբ, գիտակցի այն սխալները, այն հանցանքները, որ իրեն հետ են պահել կամ հեռու են տարել Աստծուց, խոստովանի, դարձի գա եւ վստահ լինի, նաեւ այդ վստահությունը նա պիտի ունենա Աստծու հանդեպ, որ Աստված պիտի ասի, որ սա իմ որդին է, որը մեռած էր եւ կենդանի դարձավ։ Սակայն այս ամենի համար, այս որոշման համար մարդը պիտի ապրի ցավ եւ սով։ Սովը միայն ֆիզիկական ուտելիքի մասին չէ։ Այսինքն մենք այսօր եթե նայենք մեր շուրջ բոլորը կարծես սոված մարդիկ չկան, մեզ այսպես է թվում արտակնապես, բայց ներքնապես, ներքին առումով մենք բոլորը սովի մեջ ենք։ Մենք բոլորը սովյալներ ենք։ Զգում ենք սիրո սով, զգում ենք արդարության սով, զգում ենք երջանկության սով, երջանկության պակաս, բայց այս սովը բավարարելու համար մենք պիտի դառնանք դեպի Աստված, որովհետև միայն Աստծու մոտ է որ վերականգնվում է ամեն ինչ։ Միայն Աստծու մոտ է որ մենք զգում ենք մեզ որդի, իսկ հայր-որդի հարաբերությունը իրանից ենթադրում է սիրային հարաբերություն, ամենամտերմիկ հարաբերությունը։ Աղոթքը հոգևոր կյանքի ուղն ու ծուծն է, բարձրակետը, բայց առանց ապաշխարության աղոթքը որևէ իմաստ կամ նպատակ ունի, աղոթք ապաշխարությամբ, թե ապաշխարություն աղոթքով։ Ինչպես Գարեգին առաջին հայրապետն է ասում, աղոթքը հոգու շնչառությունն է։
աղոթքը Աստծո հետ զրույց է։ Աղոթքը լինում է մի քանի տեսակների։ Գոհաբանական աղոթներ, երբ որ մենք գոհություն ենք հայտնում Աստծուն, գոհանում ենք Աստծուն այն ամենի համար, այս կյանքի համար, որ Աստված այս մեծ պարգևին մեզ արժանացրել է, որ կյանքի է կոչել մեզ, առանց աղոթքի գոյություն չունի ապաշխարություն։ Չէ՞ որ մենք պիտի խոսենք մեր Հայր Աստծո հետ, խոսենք Աստծո հետ։ Չէ՞ որ մենք պիտի նրան ասենք, որ Հայր, մենք մեղանչել ենք քո առաջ, մենք մեղանչել ենք երկնքի առաջ, մենք մեղանչել ենք այն արարածների առաջ, որին դու ստեղծել ես եւ օժտել ես նույն նմանողությամբ, նույն պատկերով։ Եվ գիտեք, շատ հետաքրքրական է, որ քրիստոնեական բարոյագիտությունը զարգացնում է հարաբերություններ, 4 հարաբերություններ։ Մարդ Աստված հարաբերություն, առաջին հարաբերությունը, որը շատ կարևոր է, մարդ հարաբերությունը, մարդը իր անձի հետ ունեցած հարաբերությունը եւ մարդը շրջապատի հետ ունեցած հարաբերությունը։ Մարդ Աստված հարաբերությամբ մենք գիտակցում ենք, որ մեր կյանքը մենք որպես պարգև, որպես նվեր ստացել ենք Աստծուց։ Այսինքն Աստված է մեզ կյանքի կոչել, մեր կյանքի Տերը մենք չենք։ Մենք չենք կարող մեր կյանքի հետ վարվել այնպես, ինչպես որ մենք ցանկանանք, այլ մեր կյանքը տնօրինվում եւ մեր կյանքը նպատակ ունի, եւ այդ նպատակը սահմանված է Աստծո կողմից։ Երկրորդը մարդ հարաբերությամբ։ Եթե մենք այդ ճշմարիտ հարաբերությունը Աստծո հետ կառուցում ենք, նաեւ գալիս ենք այն գիտակցությամբ, որ մեր մերձավորը, մեր դիմացինը, մեր հարևանը, բարեկամը, ընկերը նույնպես արարված է Աստծո կողմից, ունի նույն արժեքը, նույն իրավունքները, ինչ որ ունեմ ես։ Եթե Աստված ինձ տվել է այդ արժեքները, այդ իրավունքները, տվել է նաև դիմացինին։ Հետևաբար, եթե Աստված ինձ արարել է իր պատկերով եւ նմանողությամբ, դիմացինին էլ է, մերձավորին էլ է արարել իր պատկերով եւ նմանողությամբ։ Հետևաբար մենք իրավունք չունենք այս գիտակցությունը, եւ թե մենք ունենանք, մենք չենք նեղացնի, չենք վիրավորի, չենք սպանի դիմացինին, որովհետև մենք ունենք այն գիտակցությունը, որ Աստծո աչքին նա էլ նույն հավասար արժեքը ունի, ինչ որ ունենք մենք։ Նաև շատ կարևոր է մարդ իր անձի հետ ունեցած հարաբերությունը։ Մեր անձի հետ, ինչպես ասացինք սկզբում, ունեցած հարաբերությունը գալիս է մեզ ասելու, որ մենք մեր անձի տերը չենք, մենք չենք կարող մեր անձերի հետ վարվել այնպես, ինչպես մենք ենք ցանկանում։ Տեսնում ենք այսօր ինքնասպանությունները շատացել են։ Տեսնում ենք այսօր թմրյան նյութերը, թմրյան միջոցները, տարբեր միջոցներ կան այսօր, որ մարդու կյանքը խեղաթյուրում են, բայց մենք վարվում ենք այնպես, որ կարծես մենք լինենք մեր մարմնի տերը, մեր անձերի տերը, այլ եթե ունենանք ճիշտ հարաբերություն մեր անձերի հետ, կգիտակցենք, որ մեր անձերը ստեղծված է Աստծո կողմից եւ մենք պարտական ենք Աստծուն, այսինքն մենք պարտավորություն ունենք Աստծո առաջ։ Երկրորդը շրջապատի հանդեպ ունեցած հարաբերությունն է։ Նաեւ պիտի ունենանք այս գիտակցումը, որ այս ամենը ինչը որ տեսնում ենք, արարված է Աստծո կողմից եւ հավասար է բոլորին։ Այսինքն մենք անխնա կերպով չենք աղտոտի շրջապատը։ Մենք ծառ ու ծաղիկ չենք փչացնի, ծառերը չենք կտրի, որովհետեւ դա ինչքան որ պատկանում է ինձ, պատկանում է նաեւ դիմացինին։ Հետևաբար այս գիտակցության, այս 4 հարաբերությունների դեմ սխալ գործելով է, որ մենք պիտի գիտակցենք եւ կոչվենք ապաշխարության։ Իսկ աղոթքը այն հաղորդակցման միջոցն է, որ մենք կարողանում ենք խոսել, հաղորդակցվել Աստծո հետ եւ ասել, որ մեղանչել ենք մենք, Հայր, երկնքի, երկրի եւ քո առաջ, քո արարչության հանդեպ։ Այնինչը, որ դու տվել ես մեզ տիրություն անելու, մենք օգտագործել ենք սխալ կերպով։ Այսինքն մենք սխալ ճանապարհով ենք ընթացել։ Ապաշխարությունը սա է։ Իսկ աղոթքը այդ ապաշխարության գործած սխալների խոստովանության միջոցն է։ Որովհետև մարդ արարածը արարչության մեջ միակ արարածն է, որ խոսելու հնարավորություն ունի։ Իսկ այդ խոսելով է, որ մենք կարողանում ենք խոստովանել մեր մեղքերը։ Իսկ դա միայն լինում է աղոթքի ճանապարհով։ Անառակ որդին գնաց, մխրճվեց մեղքերի մեջ, զղջաց, վերադարձավ, խոստովանեց։ Հայրն ընդունեց նրան, ամեն ինչ կարծես լավ էր։ Փոքր որդին կարծես մեռած էր, կենդանացավ։ Ինչ տեղի ունեցավ մեծ որդու հետ։ Բոլորովին հակառակ մի բան։ Նա բարկացավ եւ չէր ուզում ներս մտնել եւ ասաց հորը. այսքանի տարի է, որ ծառայում եմ քեզ եւ երբեք քո հրամանները զանց չեմ արել։ Ինձ երբեք մի ուլ չտվիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի։ Երբ եկավ քո այդ որդին, որը քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, պարարտիեզը նրա համար մորթեցիր։
Արդյոք մեկի ապաշխարությունը մյուսի համար բարկության առիթ չդարձավ, եւ արդյոք մեծ եղբոր բարկությունը մեղք չի համարվում։ Ոչ թե ապաշխարությունը ավագ եղբոր բարկությունը շարժեց, այլ հոր վերաբերմունքը իր կրտսեր որդու հանդեպ, որովհետև հայրը սեր ցուցաբերեց իր մեղավոր որդու հանդեպ։ Նաև այս ավետարանական հատվածով ավագ որդու կերպարանքով գալիս է մեզ ասելու, եթե մենք միշտ գտնվում ենք եկեղեցում, եթե մենք միշտ մասնակցում ենք ժամերգությունների, պատարակների, բայց մերձավորի եղբոր հանդեպ սեր չունենք, դա անընդունելի է Աստծո կողմից։ Մենք չենք կարող որպես քրիստոնյաներ մեղավորի դարձի համար նեղվել։ Եվ մենք իրավունքը չունենք, ինչպես ես խոսքի սկզբում ասեցի, մեղադրել Աստծուն մեղավորին ընդունելու համար, որովհետև Քրիստոս ասում է, ես չեմ եկել արդարների համար, ես եկել եմ մեղավորների համար։ Եվ ոչ թե մենք պետք է ավագ որդու նման նեղվենք, որ Հայր Աստված նրանց ընդունում եւ բարձրացնում է, այլ պիտի ուրախանանք նրանց փրկության համար։ Մենք պիտի նեղվենք եւ տխրենք միայն այն բանի համար, որ նրանք մեղքի մեջ առանց ապաշխարելու կորչում են։ Եվ հետևաբար ավագ որդին իմ կարծիքով եղբոր հանդեպ ունեցած սիրո բացակայության դրսևորումն էր, որովհետև նա կարծում եմ ճշմարիտ քրիստոնյան, ճշմարիտ եղբայրը պիտի ուրախանա իր եղբոր դարձով եւ իր եղբոր փրկությամբ։ Տերն ասում է. ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է, իսկապես մոտեցել է երկնքի արքայությունը, եւ արդյոք չի դանդաղում մարդու ապաշխարությունը։